Ուրեմն սրանից 650-700 տարի առաջ Գլաձորի համալսարանը, որ Հայաստանի առաջին համալսարանն է, միջնադարյան, եւ նրա հիմնադիր Եսայի Նչեցին հավաքում է իր աշակերտներին եւ աշակերտներին մի առակ է պատմում կամ պատմություն։ Պատմությունը վերաբերում էր արծվին։ Հիշեցիք ուրեմն Գլաձոր 13-րդ դարի վերջ Եսայի Նչեցի ուրեմն աշակերտներին հավաքում է եւ հետեւյալ պատմությունն է պատմում։ Ասում է հայոց լեռներում բարձր ծերպերին մի արծիվ էր ապրում։ Այս արծիվը երկու թև ուներ, ինչպես որ հիմա։ Մի թևը ուժեղ էր եւ պահում էր արծվի ուժը, իսկ մյուս թևը ուղղությունն էր տալիս այդ արծվին։ Եվ արծիվը կարողանում էր սավառնել երկնքով, թռչել, աշխարհ տեսնել, վերադառնալ եւ այլն։ Մի անգամ, մի օր աջ թևը ասում է, քանի որ ես ուժեղ եմ, ես կարևորն եմ։ Այն ձախ թևն էլ ասում է, ես էլ ուղղությունն եմ ցույց տալիս, առանց ինձ դու ինչ կարող ես անել։ Ու սկսում են իրար հետ կռվել աջ ու ձախ թևերը։ Եվ քանի որ արծիվը այդ ժամանակ օդում էր, կռվի ժամանակ կամած ամեն մեկը իր գործը չի անում։ Եվ արծիվը այդ վերևից կամած իջնում է եւ հայտնվում է մի խորը անդունդում, փոսում։ Երկուսն էլ հասկանում են արդեն, որ մեկը մյուսից առավել չի, այսինքն երկուսը իրար հետ պիտի ինչ-որ բան անեն։ Այդ ժամանակ համաձայնության են գալիս եւ արծիվը նորից շարունակում է իր թռիչքը։ Դրանից հետո ուրեմն աշակերտները հարցում են, լավ, ինչ խորհուրդ կա, այդ արծիվը ով էր։ Եվ ես հիմա ընթերցում եմ Եսայի Նչեցու խոսքը, որ Մատենադարանում կա։ Արծիվը ասում է. մեր հայրենիքն է Հայաստանը։ Աջ թևը հայրենիքում ապրող հայերն են, որոնք ամեն օր պահում ու զարգացնում են երկիրը։ Ձախ թևը սփյուռքահայությունն է, որն իր գիտելիքով, կապերով, ռեսուրսներով օգնում է տեսնել հորիզոնները, նոր ուղիներ բացել եւ աշխարհին ներկայացնել մեր երկիրը։ Հիմա ինչ եմ ուզում սրանով ասել, որ այո, արծիվը կարող է եւ ապրել մեկ թևով, օրինակ աջ թևով։ Ինչպես որ նախատեսում են անել այսօրվա իշխանությունները, բայց այդ դեպքում արծիվը արծիվ չի, նա թռչել չի կարողանա։ Նա իհարկե կարող է ապրել, բայց սավառնել երբեք։ Եվ դրա համար անցնում ենք ներկայացնելու մեր ներկայացման շատ կարևոր մասը, որը կոչվում է հայկական աշխարհ։ Հայկական աշխարհը մենք պատկերացնում ենք որպես կազմակերպված ցանց, որի կենտրոնում Հայաստանի Հանրապետությունն է։ Այո, Սփյուռքը Հայաստանի Հանրապետության շարունակությունը պիտի լինի, ոչ թե երկու տարբեր բան։ Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի Հանրապետությունում որոշումների կայացման գործընթացներին բոլոր մակարդակներում։ Կազմակերպված Սփյուռքը մասնակցելու է Հայաստանի Հանրապետության որոշումների կայացման գործընթացներին, դրա համար ապահովելու ենք ինստիտուցիոնալ եւ օրենսդրական երաշխիքներ։ Անհրաժեշտության դեպքում սահմանադրության փոփոխություն։ Հայաստան-Սփյուռք կապերը համակարգելու համար ստեղծելու ենք առանձին պետական մարմին։ Այսինքն Սփյուռքի գործերը կամ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է կարգավորվեն ավելի բարձր մակարդակով, քան հիմա կա։ Սփյուռքի հետ աշխատելու համար օգտագործելու ենք Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները եւ Հայաստանի դեսպանատներին առընթեր ստեղծելու ենք տեղի հայկական կառույցների հետ աշխատանքի համատեղ խորհուրդներ, որոնք համակարգելու են աշխատանքները եւ միշտ կամուրջը գործելու է Հայաստան-Սփյուռք եւ հակառակը։ Սփյուռքի ներուժի նպատակային ներգրավում, սա շատ կարևոր է, որովհետեւ ներուժը, այդ թվում նաեւ ռեսուրսները Սփյուռքում ավելի շատ են, քան Հայաստանի Հանրապետությունում։ Անհրաժեշտ է նպատակային ներգրավել Հայաստանի Հանրապետության զարգացման մեջ։
Կազմակերպելու ենք Հայաստան-Սփյուռք ամենամյա ներդրումային ֆորումներ։ Աջակցելու ենք համահայկական մասնագիտական ցանցերի ձևավորմանը։ Երբ որ մարդիկ խոսում են Սփյուռքի մասին, երբեմն եւ ավելի շատ մտածում են փողի մասին։ Բայց սա մանավանդ 21-րդ դարում շատ կարևոր է հատկապես ցանցային աշխատանքը, մասնագիտական ցանցերը։ Եվ մեր իշխանության մեջ լինելով ապահովելու ենք, որպեսզի այդ մասնագիտական ցանցերը ստեղծվեն եւ զարգանան։ Սփյուռքյան կառույցների հետ միասին կազմակերպելու ենք հայկական շահերի լոբինգ արտերկրի հիմնական կենտրոններում։ Սա ինչ է նշանակում, որ Սփյուռքի ներուժը հիմա ընդհանրապես չի օգտագործում։ Սփյուռքը կարելի է ասել նեղացած է Հայաստանից։ Նույնիսկ ավելին ասեմ, շատ սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է հիմա։ Ազգային ինքնության պահպանում։ Նկարի վրա դուք տեսնում եք մի ինչ-որ ձուկ, որը շատ հեշտությամբ կարող է կուլ տալ ավելի փոքր ձկան, իրենից փոքր, բայց կազմակերպվածության պարագայում նա երբեք դա չի կարող անել։ Մենք պատկերացնում ենք մեր հայկական աշխարհը այսպես կազմակերպված։ Պետական աջակցություն ենք ցուցաբերելու, շնորհակալություն։ Պետական աջակցություն ենք ցուցաբերելու Սփյուռքում կրթական եւ մշակութային ծրագրերին։ Հայաստանը դրամաշնորհներ է հատկացնելու Սփյուռքում աշխատող կենտրոններին, կառույցներին, կազմակերպություններին։ Իրականացնելու ենք հայրենաճանաչության հայոց լեզվի ուսուցման համապարփակ ծրագրեր։ Եկեք ասենք, որ հայոց լեզուն կորցնում ենք, հատկապես մոտիկ Սփյուռքում։ Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է կանգնած լինի հայոց լեզվի պաշտպանության թիկունքում։ Հետամուտ ենք լինելու հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, որի մասին ըստ էության մոռացել են հիմա։ Արցախի խնդրի արդար կարգավորմանը։ Եվ ամենակարևոր խնդիրներից մեկը դա հայրենադարձությունն է։ Երկիրը հզոր է իր մարդկանցով։ Մի բան է Հայաստանը 3 միլիոն, մի բան է 4 միլիոն եւ մի բան է Հայաստանը 4 կամ 5 միլիոն եւ պլյուս Սփյուռքը։ Ընդունելու ենք հայրենադարձության մասին օրենքը։ Կարելի ասել չարչրկված, որովհետեւ դրա մասին բոլորը խոսում են, բայց 30-35 տարի շարունակ, բայց այդ օրենքը դեռևս չկա։ Երաշխավորելու ենք արտոնություններ բոլոր հայրենադարձների համար, Հայաստանում արագ ինտեգրման համար։ Իրականացնելու ենք սոցիալ-տնտեսական եւ կրթամշակութային ինտեգրման հավելյալ պետական ծրագրեր։ Պետությունը պիտի փող տա, որպեսզի ինտեգրումը լինի, չլինի այնպես, որ օրինակ Սիրիայից կամ Իրաքից հայերը գան Հայաստան, իրենց տեղը չգտնեն եւ այստեղից գնան ուրիշ երկրներ։ Այն մեր անելիքը ի՞նչն է։ Աջակցելու ենք նաեւ արտակարգ իրավիճակների հետևանքով տեղափոխված հայրենակիցներին։ Սա հատկապես պատերազմական գործողությունների մասին եմ ասում, օրինակ Մեծահոց համայնք Ուկրաինա, որտեղից եկած հայերը, չգիտեք, Հայաստանում ինտեգրվում են, մեկնում են ուրիշ երկրներ, շատերը իսկապես մեկնում են ուրիշ երկրներ։ Պետական աջակցություն բոլոր այս ծրագրերին։